Իլհամ Ալիևը կրկին հավատարիմ է մնում իր ավանդույթներին։ Այսպես կոչված հաղթանակի շքերթի ժամանակ նրա կողքին պատվավոր հյուրերի շարքում կանգնած էին մարդիկ, որոնք անմիջականորեն առնչություն ունեն Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին։ Նրանց թվում է Իբադ Գուսեյնովը, Ադրբեջանի հերոս հռչակված մարդասպան, ով 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլի տարածքում սպանել և գլխատել էր Մարտունու խաղաղ բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին, այնուհետև լուսանկարվել էր նրա կտրված գլխով։ Այդ դեպքով հարուցվել էր քրեական գործ։ Ադրբեջանում գործող ռեժիմը նրան վերածեց ազգային հերոսի, հայտարարելով, թե նա իբր սպանել է Մոնթե Մելքոնյանին, մինչդեռ անգամ ադրբեջանական աղբյուրներն են գրում նրա կեղծ հերոսական պատմության մասին։ Այսօր այդ մարդը Ադրբեջանի իշխանությունների լիակատար համաձայնությամբ ղեկավարում է օկուպացված Մարտունու տարածքի թալանը։ Նրա վերահսկողության տակ է ողջ գործընթացը։ Առանց Գուսեյնովի թույլտվության ոչ ոք իրավունք չունի քաղաքից դուրս բերել որևէ բան։ Բացի այդ, նրան որպես պարգև տրվել է հյուրանոց Մարտունու կենտրոնում հատուկ վերանորոգված իր համար։ Այնտեղից նա համակարգում է ամբողջ շրջանի կողոպուտը, վերածելով երբեմնի հայկական քաղաքը անօրենության ու վայրագության խորհրդանիշի։